Մարմնի շարժումների լեզուն Մարմնի շարժումների լեզուն ոչ վերբալ հաղորդակցության տեսակ է, որի ժամանակ բառերի փոխարեն անձը արտահայտում կամ հաղորդում է իր զգացողություններն ու տեղեկությունները ֆիզիկական վարքագծի միջոցով։ Ոչ խոսքային հաղորդակցման մեջ տարբերակում ենք շարժումների երկու տեսակ՝ գենետիկ և մշակույթով պայմանավորված։ Գենետիկ շարժումները շատ են և անփոփոխ։ Օրինակ, տղամարդկանց մեծ մասը հագնում է վերարկուն սկսած աջ թևից, մինչդեռ կանանց մոտ հակառակն է։ Նոր ծնված ձագերը ծնվում են ծծելու կարողությամբ, դա նույնպես գենետիկ է։ Խուլ և կույր մարդիկ ծնվում են ժպտալու կարողությամբ, առանց որևէ ուսուցման կամ պատճենահանման, ինչը հաստատում է գենետիկ ժեստերի վարկածը։ Մի շարք մշակույթներում գլուխն ուղղահայաց թափահարելը նշանակում է այո կամ համաձայնության նշան է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ծնվել են համր, խուլ կամ կույր, նույնպես օգտագործում են այս ժեստը ի նշան համաձայնության, այսինքն այս ժեստը գենետիկ է։ Մարմնի շարժումների լեզուն որպես ոչ վերբալ հաղորդակցություն ներառում է դիմախաղը, մարմնի կեցվածքը, ժեստերը, աչքերի շարժումը, դիպչումը և տարածության օգտագործումը։ Մարմնի շարժումների լեզուն առկա է և կենդանիների, և մարդկանց հաղորդակցության մեջ։ Այն ուսումնասիրում է, թե մարմնի շարժումները ինչպես են գործածվում հաղորդակցության մեջ։ Մարմնի շարժումների լեզվի միջոցով մարդը կարող է բացահայտել իրական մարդկանց և ճանաչել ճշմարիտը ստից։ Անհատը կարող է իմանալ ուրիշների զգացմունքներն իր հանդեպ, ինչպես նաև կարող է օգնել պարզելու իր անհատականությունը։ Մարմնի լեզվի տեսակներն են դեմքի արտահայտությունները, որոնք ցույց են տալիս մարդու կրած զգացմունքները, ինչպիսիք են զայրույթը կամ ուրախությունը։ Ձայնը, եթե մարդ ձայնի բարձր երանգ ունի, ապա ցույց է տալիս նրա նյարդայնության աստիճանը կամ որոշակի բանի մերժումը։ Աչքի տեսքը, այդ թվում նայելը, աչքը թարթելը, երբեմն մենք կարող ենք հայտնաբերել սուտը։ Օգտագործված տեղեկության փոխանցման համար մենք միշտ նկարներ ենք ուղարկում ինտերնետի կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Աչքերը թարթելը, արագ թարթումը խորհրդանշում է, թե որքանով է անհատը նյարդայնանում կամ վախենում ինչ-որ բանից։ Աշխարհն ամենևին այնպիսին չէ, ինչպիսին թվում է։ Երբեմն մի բան են ասում բառերը, մի այլ բան՝ ժեստերը։ Եթե ճիշտ իմանաս տարբեր ժեստերի և դիրքերի հավանական նշանակությունը, կարելի է դիմացինից ստանալ շատ ավելի հստակ տեղեկություն, քան անգամ ինքն է ցանկանում տալ։ Ուստի ձեզ ենք ներկայացնում ժեստերի հոգեբանական քարտեզը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալու դիմացինին։ Ինչ է ասում գիտությունը։ Ինչ է ասում գիտությունը։ Կանանց մեծամասնությունը ավելի կազմակերպված և դեպի շփումը հակված ուղեղ ունեն, քան տղամարդիկ։ Միջուկամագնիսային ռեզոնանսի օգնությամբ կատարված նկարները կատարյալ հստակությամբ ցույց են տալիս, թե ինչու կանայք շփվելու և գնահատելու ավելի լավ ընդունակություններ ունեն, քան տղամարդիկ։ Կնոջ ուղեղի թվով 14-ից մինչև 16 տեղամասեր գնահատում են զրուցակցի վարկը, մինչդեռ տղամարդկանց մոտ այդ տեղամասերը ընդամենը 4-ից 6-ն են։ Ահա թե ինչու երեկույթի եկած կինը կարող է միանգամից գնահատել մնացած հյուրերի միջև եղած հարաբերությունները, ովքեր են գժտված, ով ում է սիրահարված, ով է վերջերս բաժանվել և այլն։ Զարմանալի չէ, որ կանայք տղամարդկանց աներևակայելի լրակյացնել են համարում, իսկ տղամարդիկ մտածում են, որ գործնականում անհնար է կնոջը ստիպել լռել։ Սովորական կինը կարող է միաժամանակ խոսել իրար հետ կապ չունեցող երկու և ավելի թեմաներով։ Նա կարող է հեռուստացույց նայել և դրա հետ միաժամանակ խոսել հեռախոսով, ականջ դնել իր թիկունքում վարվող խոսակցությանը և նաև սուրճ խմել։ Նա կարող է մի զրույցի ընթացքում մի քանի կատարելապես տարբեր թեմաների անդրադառնալ և թեման փոխելու կամ ինչ-որ բան ընդգծելու համար 5 ինտոնացիոն արտաբերումներ գործածել։ Ցավոք սրտի, տղամարդկանց մեծամասնությունը ի վիճակի է ճանաչել այդպիսի արտաբերումներից ընդամենը 3-ը։ Արդյունքում, երբ կանայք փորձում են շփվել տղամարդկանց հետ, վերջիններս հաճախ խոսակցության թելը կորցնում են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անձնական շփման ժամանակ առաջացող տեսողական ազդանշանների վրա հենված մարդիկ ավելի ճիշտ եզրակացություններ են կատարում իրենց զրուցակիցների մասին, քան նրանք, ովքեր միայն բառերին են վստահում։
և դրանով նրանց օգնում է մարմնի լեզուն իմանալը։ Կանայք ենթագիտակցորեն տիրապետում են այդ կարողությանը, իսկ մնացած բոլորը կարող են սովորել դա։ Հենց դրա համար էլ ներկայացվում է այս նյութը։ Եվ եթե դուք երբևէ դիմել եք բախտագուշակներին, ապա հաստատ զարմացած կլինեք, թե նրանց որտեղից այդքան շատ բան հայտնի ձեր մասին։ Ընդ որում այդ մարդիկ երբեմն այնպիսի բաներ են իմանում, որ թվում է դրա մասին ոչ ոք չպիտի իմանար։ Միգուցե նրանք իսկապես պայծառատեսներ են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բախտագուշակների մեծամասնությունը սառն ընթերցում կոչվող մի հնարք է օգտագործում, որի հավաստիությունը լրիվ անծանոթ մարդու նկատմամբ կիրառելիս հասնում է 80%-ի։ Միամիտ հաճախորդներին դա կարող է իսկական հրաշք թվալ, մինչդեռ իրականում բախտագուշակը պարզապես ճիշտ է մեկնաբանում մարմնի ազդանշանները, մարդու բնույթի վերաբերյալ խոր գիտելիքների է տիրապետում և հենվում է հավանականության տեսության վրա։ Եվ նույն հնարքն են օգտագործում նաև տարոյի խաղաթղթերով գուշակություններ անողները, աստղագուշակներն ու խիրոմանտները։ Նրանք բառացիորեն առաջին իսկ րոպեից սկսում են ինֆորմացիա հավաքել հաճախորդի մասին, հենց որ վերջինս անցնում է նրանց աշխատասենյակի շեմը։ Շատ բախտագուշակներ նույնիսկ չեն էլ գիտակցում ոչ բառային ազդանշանները կարդալու իրենց ընդունակությունը և անկեղծորեն համոզված են իրենց գերբնական ընդունակությունների մեջ։ Զարմանալի չէ, որ նմանօրինակ համոզվածությունը այդ թատրոնն ավելի համոզիչ է դարձնում։ Եվ այսպես, դուք ինչ եք կարծում, հետազոտությունները իրականում ցույց են տալիս, որ ցանկացած կանխագուշակություն 80%-ով հավաստի է, և դա մարմնի ազդանշանները կարդալու փայլուն կարողությամբ է բացատրվում։ Գուշակը ճիշտ է վերծանում հաճախորդի կեցվածքը, նրա դեմքի արտահայտությունը, ժեստերն ու շարժումները։ Դրան ավելացնեք նաև թուլացված լույսը, անուշ բուրմունքը։ Մենք ձեզ չենք մղում այն բանին, որ դուք կանխագուշակ դառնաք, բայց շատ շուտով նույնպես կսովորեք շրջապատող մարդկանց կարդալ ցանկացած գուշակից ոչ պակաս ձևով։ Շնորհակալություն։